Կարդակով։ Համեցեք, պարոն Հակոբյան։ Так, պարոն վարչապետ, ես երկու փաստ կուզենայի մեջ բերել, որը ամրապնդում է մեր խոսակցությունը, մասնավորապես մեր մարզային այցերը, նաև իմ այցերը մեր սպասարկման սրահներ, փաստում է, որ այդ ոգևորությունը կա, այսինքն քաղաքացիները մեծ տեմպով դիմում են մեզ, մասնակցում այդ հանդիպումներին եւ փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են օգտվել այդ սոցիալական կրեդիտներից եւ իրենց կյանքի որակը բարձրացնել։ Եվ երկրորդ փաստը, որը կուզենայի մեջ բերել, երբ որ նայում ենք շաբաթական դինամիկան, թե որքան մարդ է հայտարարագրում եւ որքան մարդ է դիմում սոցիալական կրեդիտների համար, ամեն հաջորդ շաբաթ ավելի մեծ քանակով մարդիկ են դիմում, որը նույնպես հուշում է այդ ոգևորության եւ մոտիվացիայի մասին։ Շնորհակալություն։ Իհարկե մարդկանց մի մասը դեռ նույնականացման քառել չունի էլ որ դիմի, եւ մենք հիմա աշխատում ենք նաեւ եւ արդեն որոշակի համոզմունք ունենք, որ կարողանանք այդ հոսքը ապահովել, բայց ելի պայմանավորվել ենք, եթե հանկարծ կլինի դեպք, որ սահմանված ժամկետից մարդը համընդհանուր հայտարարագիր չի լրացնի նույնականացման քարտի համար դիմաց լինելու եւ մեր պատճառով ստացած չլինելու բերումով իր համար ոչ մի նեգատիվ հետևանք ոչ սոցիալական կրեդիտների մասով, ոչ էլ հայտարարագրի լրացրած չլրացրած լինելու մասով չի ծագի, բայց մեր համոզմունքն է նա, որ մենք նոյեմբերի 1-ով կկարողանանք լիարժեք ապահովել նույնականացման քարտերի թողարկումը։ Եվ պարոն Հակոբյան, իհարկե էլի մենք աշխատանքային մակարդակում ենք խոսում անընդհատ համակարգի լավարկումը, անընդհատ հայտարարագիր լրացրած քաղաքացիների արձագանքների վերլուծությունը եւ հնարավորինս մատչելի հեշտ դարձնելը հայտարարագրումը դա մեր օրակարգի կարևորագույն հարցն է, որի վրա համոզված եմ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք։ Խնդրեմ, կան այլ դիտարկումներ, չկան, ըստ այդմ հարցը